Շաբաթը 50 հատ մխ է սարքում, գալիս են թագավորիստը պետք է 500 հատ մխ սարքես, ասում է գիտեք ես 50 հատից ավելի չեմ կարող, սա ընտանիքս հավաքեմ բան, անջախ շաբաթվա մեջ 55 հատ սարքեմ, կսե չէ, եթե չէ շաբաթ մետը կուկան կտանի քեզի կախադենք, վերջ ես մարդը, կանչում է աղբերներին, հարազատներին, բոլորի սաղին կանչում է, ասում է թագավորը հրաման է տվել, պետք է 500 հատ սարքենք, բայց եկեք օգնենք, վերջը սարքում է 60 հատ, 60 հատ ու առավոտ արդեն լույսը պետք է բացվի բան, սաղին մնաց բարով են անում, երեխեքը լաց են ելնում, որ հիմա ձիավորները կգան, այս մխսարտողին կտանեն, մեկ այս ձիավորները, որ գալիս են կսե, հաջողություն ձեր սաղը տանեմ, այս մխսարտողին տանին կաղաղան ամեն, մեկ այս թագավորի, տեսնում են թագավորի բան, շկախումտ է, մտնում են կսեն, մխ ենք ուզում, կսե, հա պատրաստն ենք, բայց 5 հատ ավել ենք սարքի բան, չէ կսե, ուրի մխ է մեզի պետք, կսե ինչ եղեք, կսե թագավորը մերել է, թագավորի համար տագար պետք է սարքենք այդ մխերը, հիմա թող շատ չմտածեն, կարող է իրանցը շուտ կա կամ մերը, հասկանալի, կյանք այդպես պատմություններ է կա, հանգիստ եք, փոս փորողը փոս է կետնի, այդպեսի բաներ է։ Եվ վարչապետ դառնալուց են հավակնությունները նորից ուժի մեջ են տանալու։ Ուրեմն վարչապետ դառնալու հավակնությունները ես ընդհանրապես պետական պաշտոնյա չեմ ուզում դառնալ։ Ես ավելի անկախ եմ սիրում ու ամեն ինչ։ Եթե Հայաստանը տեսնում են, որ թուրքացման են տանում, ես ոչ թե վարչապետ կդառնամ, ես վիկինգ է կդառնամ, հասկանալի է։ Միայն դա է ինձ, որ տեղից շարժում է։ Թե չէ ինձ պաշտոն ես չեմ ուզում, ես այնքան աշխատել եմ հերիք է։ Ես արդեն 65 տարեկան եմ, ինձ ինչ պետք է որ ես կամ, բայց երբ որ տեսնում են, տանում են երկիրը թուրքացման, տանում են երկիրը վիլայետ սարքելու, ամեն ինչ կդառնամ հանուն Հայաստանի Հանրապետության, հասկանալի։